Ամալիա Հովհաննիսյանի Life-room հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր երգչուհի Անի Ամիրյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում խոսվեց երգչուհու անձնականի և անցյալի մասին։ Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը տարիներ շարունակ ամուսնացած էին, և շատերի համար անսպասելի էր բաժանության մասին լուրը։ Թեպետ լուրերը տարածվեցին շատ ավելի ուշ, քան բուն բաժանությունն էր տեղի ունեցել։ Ծանր էր արդյոք նման որոշում կայացնելը։ Քովիդի ժամանակ շատ ընտանիքներ բաժանվեցին։ Ես տեսնում էի Ստեփանի համար ինչ դժվար է տրվում տանը մնալը։ Նա շատ էր դրսում լինում։ Եթե քնելը հանենք, կհաշվենք երևի 1 ժամ, որ ինքը տանն էր լինում, իսկ այդ ժամանակ պետք էր 24 ժամ տանը մնալ։ Այդ ժամանակ մեր հարաբերությունները լարվեցին և մենք դժվար շրջափուլ անցանք։ Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տուն, մի քիչ հանգստանամ էդգժանոցից։ Տարի մի քանի ամիս ապրեցի Մարթայի հետ մենակ առանց Ստեփանի։ Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք։ Այդ ընթացքում իմ մտքում ինչպես փրկել ընտանիքը։ Կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածել ամուսնալուծության մասին, բայց դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր, որովհետև 10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել։ Հիմա կարող եմ ասել, որ Ստեփանը ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին, մի օր գալով ասելով, որ էլ չի ուզում ապրել ընտանիքում և չի ուզում կրել չակերտներում հավատարիմ ամուսնու դերը։ Այդ ժամանակ կարծես հողը ոտքերիս տակ փախներ։ Հասկացա, որ ոչինչ իմ ձեռքերում չէ և պետք է ենթարկվել այդ պահի խաղի կանոններին։ Ստեփանը ինքը որոշեց և իմ, և իր փոխարեն։ Հիմա հասկանում եմ, որ նա ամենալավ բանն է արել, վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը, ինձանից ամուսնալուծվելով։ Այո, շատ բաներ խոցեց, տապալեց, տապալվեցի և սկսեցի էլի մոխրից ոտքի կանգնել։ Սկսել եմ զրոյից, բայց շնորհակալ եմ Ստեփանին դրա համար, այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, չունեի ժամանակին, և դա ինձ Ստեփանն ա տվել։ Շատերը գուցե հիշում են, շատերն էլ մոռացել են, որ ժամանակին Անի Ամիրյանն ու Ավետ Բարսեղյանը հանդիպում ու սիրավեպ ունեին։ Այն ժամանակ չկար համացանց ասվածը, տվյալ սիրավեպը շատերի աչքից հեռու էր մնացել։ Սակայն մարդիկ խոսում էին այս մասին, իսկ Անիի ու Ավետի կողմից հաստատում չէր լինում։ Էն թվերին բոլորի բախտը բերել ա այնքանով, որ չի եղել ինտերնետ ու էդ մասին չեն գրել։ Մենք էլ էդ շարքերում ենք եղել։ Ավետի հետ մենք գուցե չենք ասել, չենք խոստովանել, որովհետև ի սկզբանե մեր հիմքը եղել ա ընկերությունը։ Մենք որպես ընկերներ շատ լավ եղել ենք ու մինչև հիմա մնում ենք, բայց այո, եղել է սիրավեպ, որը վերածվեց ընկերության և ես հիմա Ավետի կնոջ՝ Անիի հետ շատ մտերիմ եմ, իրենց ընտանիքի հետ, Լուսեին շատ եմ սիրում։ Չգիտեմ ինչու ենք լռել ժամանակին, գուցե ինտրիգ ենք փորձել պահել, բայց հիմքում եղել է ընկերությունը, որը շատ ուրախ եմ, որ պահպանվեց։ Life-room-ի շրջանակներում նշել էր Անի Ամիրյանը։ Ստեփան Ղամբարյանն էլ վերջերս լինելով Իմունիտետ հաղորդաշարի հյուրը խոսել էր անձնականի մասին։ Դերասանը կրկին անգամ նշել էր, որ առայժմ այն մտքին է լինել միայնակ և մտափոխություն չունի։ Կանայք ունեն չլսելու հատկություն, որ խոսում ես ինքը չի լսում, և դա կարող է հիասթափեցնել։ Ինչպիսի հայրիկ է Ստեփան Ղամբարյանը և ինչպիսին են աղջիկների հետ փոխհարաբերությունները։ Խիստ չեմ բացարձակ, ընկերություն եմ անում, հասունացման պրոցեսների մեջ են, հլա ժամանակ կունենանք։ Աղջիկներիս մեջ էլ եմ նկատել գիծը, որ չեն լսում, հայրիկի դերում ուրիշ անկյունից ես նայում, իրանցով էլ ես ճանաչում այս կյանքը։ Մեր հարաբերությունները շատ լավ են։ Հաղորդման հարցին, թե ինչպես է հաղթահարում կորուստները, պատասխանեց. Կորուստները չեմ էլ հաղթահարում, համակերպվում եմ կորուստներիս հետ, ուրիշ ինչ ա մնում։ Կորուստներ բոլորս էլ ունենք, մեր գլխին ջարդվեց այն աբսուրդն ու ընկանք ուրիշ իրականության մեջ, բոլորս դարձանք ազգովի սգակիր։ Չնայած Ստեփանն անկեղծ է, սակայն իր ունեցած կորուստների, դժվարությունների, ներքին պատերազմների մասին հազվադեպ է խոսում։ Թերթ-ԵՄ-ի հետ զրույցում նա խոսել է իր անվան նախապատմության մասին։ Ստեփան, քչերը գիտեն, որ քեզ անվանակոչել են ի պատիվ քո հոր՝ բալետի արտիստ Ստեփան Ղամբարյանի։ Երբ փոքր էիր, գիտակցում էիր պատասխանատվության այն չափը, որը քո ուսերին էր։ Վերջերս այնքան էի ուզում խոսել հորս մասին, բայց չէի ուզում արհեստածին լիներ։
Չգիտեմ այն ժամանակ պատասխանատվության զգացում կար իմ մեջ, թե ոչ։ Ինձ անվանակոչել է տատիկս, որպեսզի հորս գործի շարունակողը լինեմ։ Հայրս միշտ օգնել է ինձ իր խորհուրդներով, կարծում եմ ոչինչ պատահական չի լինում։ Ի վերուստ էր տրված, որ ես կրեմ հորս անունը։ Ուրախ եմ, որ արդարացրել եմ այն նպատակներն ու հույսերը, որոնք տատիկս կապել է իմ անվան հետ։ Հայրդ թույլ էր տալիս դիպչել կրակին ու սեփական փորձով համոզվել, որ կայրվես, թե զգուշացնում էր, որ տաք է, այդպիսով պաշտպանելով քեզ։ Իմ ամբողջ կյանքն է անցել սեփական փորձով։ Հայրս փոքրուց թույլ է տվել, որ սխալները անելուց հետո հասկանամ, որն է ճիշտը։ Այրվելը հաճելի չէ, ցավոտ է, բայց միայն այրվելուց հետո է, որ այլևս կրակին չես դիպչի։ Երբ ինչ-որ գաղափար մտնում է ուղեղիդ մեջ, մինչև այն չիրագործես, չես հանգստանա։ Պետք է այրվել, ընկնել, ցավ զգալ, որպեսզի այլևս չկրկնես այդ սխալները։ Քո երեխաներին նույն սկզբունքով ես դաստիարակում։ Ես վախենում եմ նրանց այդ սկզբունքով դաստիարակել։ Հիմա այլ ժամանակներում ենք ապրում։ Մեր ծնողները լրիվ այլ ժամանակներում են ապրել։ Սխալ է երեխաներին այսօր դաստիարակել այն սկզբունքներով, որոնցով շատ տարիներ առաջ ինձ են դաստիարակել։ Մեր երեխաները տարբերվում են մեր սերնդից, ծնվում են պատրաստի ձևավորված բնավորությամբ։ Աղջիկներս այնպիսի հարցեր են տալիս, որ զարմանում եմ։ Իմ դաստիարակության մեջ մեծ դեր է ունեցել մայրական տատս, նա չոր, ջղայն, խիստ կին էր։ Քաղցր խոսքեր չէր ասում, հիմա շատ եմ արժևորում նրա այդքան խիստ վերաբերմունքը։ Փոքրիկ Ստեփանին այդպիսի վերաբերմունքը չէր ցավեցնում։ Այո, դրանից վիրավորվում էի, ինձ թվում էր տատիկս ինձ չի սիրում։ Չեմ ցանկանա իմ երեխաները ունենան այն հոգեվիճակը, որ ես ունեցել եմ իրենց տարիքում։ Որտեղից են գալիս քո արմատները, բնիկ երևանցի ես։ Պապիկիս հայրն ու մայրը գաղթել են Մուշից, սկզբում Սիլաչի թաղամասում են ապրել, հետո Կոնդում, հետո Փավտոս Բյուզանդ փողոցում։ 1900-ականների սկզբներին տեղափոխվել են Մաշտոցի պուրակ և տուն կառուցել։ Այդտեղ է ծնվել պապս Գուրգեն Ղամբարյանը, հայրս Ստեփան Ղամբարյանը։ Մաշտոցի պուրակում է իմ գերդաստանի պատմությունը։ Հիմա Մաշտոցի պուրակում նորակառույցներ են, չկա քո մանկության տունը, ինչպես դա անդրադարձավ քեզ վրա։ Անսպասելի ցավոտ է, Մաշտոցի պուրակում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը։ Դժվար է մեր տանտեղում տեսնել անճոռնի երկնաքարեր, որոնք անհասկանալի ճարտարապետություն ունեն։ Եթե մեր տան փոխարեն յուրօրինակ մի վայր կառուցեին, սիրտս այսքան չէր ցավի։ Մեր փողոցը շատ կոլորիտային էր, պետք չէր այսպես աղավաղել։ Այդ շենքեր կառուցողները երևանցի չեն եղել, Երևանը չեն սիրել, ուղղակի քանդել են։ Իմ տունն ինձանից խլել են, ստիպել, որ վաճառեմ, ասում եմ բոլոր նրանց, ովքեր մեր քաղաքն ու երկիրը չեն սիրում։